ուղղակի կոնֆլիկտային ավարտ ունենալ հաջորդ օրը, իսկ դա հաջորդ օրը դա ամսի 10-ն է, Լուսինը ջրհոսում կրկին դրական դիրքեր եմ տեսնում, դեռ նվազում է Վեներայի հետ այս գեղեցիկ տրիգոնը, սեր, ուրախություն, նվերներ, քաղցր խոսքեր, ժամադրություն, ծանոթություն, այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, բայց անսպասելի ինչ-որ իրավիճակները կարող են ձեզ հունից հանել, հնարավոր է սխալ տեղեկատվություն ստանաք, այդ տեղեկատվությունը կարող է ձեր շոկի ենթարկել եւ հաջորդ օրն էլ է բարդ, ճիշտ է, ես ձեզ ասում 10-ին դրական դիրքեր էլ կան, բայց ուշադիր լինում անսպասելի իրադարձությունից։ Ամսի 11-ը ասում են, որ ցերեկային ժամերի համար է կատարվում հաշվարկը, Լուսինը ձկների կենդանակերպում է, տեսնում եք, օգնող հանգամանքներ չկա, Լուսինը առանց ընթացքի է ցերեկային ժամերին, ոչինչ չենք ձեռնարկում, խաբեություններից էլ ուշադիր ենք լինում։ Հոգևոր տեխնիկաներով զբաղվելու աղոթքի համար է բարենպաստ։ Տեսնենք հաջորդ օրը ինչպիսին է, ամսի 12-ը բարենպաստ է, օրը երեքշաբթի է։ Այդ օրը կարող եք ֆինանսաբանկային գործարքներ կատարել, կարող եք նվերներ գնել, տան անդամների հետ հարաբերությունները կարող եք այդպես թարմացնել, բարելավել, նվերներ կարող եք առնել, երկարաժամկետ օգտագործման, կենցաղային իրեր, ցուլը։ Ֆինանսով կարող եք օգնել ձեր հարազատներին նվերներ տալ, ասում եմ կրկին, դա կարող է ծրարի մեջ դրված գումար լինել եւ եթե ցանկանում եք գրանցել ամուսնությունը, անպայման շատ բարենպաստ օր է։ Հաջորդ օրը տեսնում ենք, հաջորդ օրը կրկին դրական, մայիսի 13-ին Լուսինը խոյում, մենք մոտենում ենք նորալուսնին, բայց ակտիվություն, հնարավոր է հաղթողի դերում լինեք, սիրելի խոյ, առյուծ եւ աղեղնավորի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, նոր տեխնոլոգիաների, նորագույն այդ տեխնոլոգիաների ուսուցման փուլերին կարող եք մասնակցել, կարող եք ինքներդ վարել, կարող եք գնել այսպես փոխադրամիջոցներ, մեքենաներ, գործիքներ, որոնք ձեզ կօգնեն ձեր աշխատանքը, նույնիսկ ինտելեկտուալ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու, նրանք ովքեր լրատվական, տեղեկատվական հարթակում են, նոր պրոյեկտները ձեզ ուղղակի կտան մեծ հնարավորություն եւ նաեւ մենք ունենք դրական նորալուսին, վերջին ժամանակներում այդպիսի դրական նորալուսին չի եղել, անցնենք առաջ, ես ձեզ կասեմ, լավ օր է, ակտիվություն ցուցաբերեք, կոնֆլիկտներից հեռու մնացեք, եղեք բարի, նաեւ ձեր ֆիզիկական ակտիվությանը կարող եք հետևել, ֆիթնեսի կարող եք գնալ, մարզումների ամենադրական օրերից մեկն է, ամսի 14-ին մայիսի բարդություններ տեսնում, այս օրը ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, տեսեք, եթե հարցեր ունեք,